Ի տարբերություն այլ երկրների, որ իհարկե Ռուսաստանին բարեկամ են, բայց չեն ուզում հրապարակային ինչ-որ բան հնչեցնել այդ մասին, մենք չենք հրաժարվում հարմար կամ անհարմար հարցերից եւ ուղիղ ասում ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը պատիվ ենք համարում եւ համագործակցելու ենք։ Դրանում կարող եք չկասկածել։ Բանն այն չէ, որ մեզ դրան իրավիճակն է մղում։ Բանն այն է, որ մենք այդ ուղեգիծը որոշել ենք վաղուց, մի քանի տասնամյակ առաջ եւ սրբորեն հավատարիմ ենք մնում դրան։ Օգոստոսի 25-ին ՌԴ փոխվարչապետ Մանտուրովին հավաստիացրել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նույն օրը Բելարուսի զինված ուժերում անցկացվել են անվտանգության հանկարծակի ստուգումներ։ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը մամուլին հայտնել է, որ բրիգադներից մեկը մշտական տեղակայման վայրից դուրս կբերվի եւ կկատարի մի շարք առաջադրանքներ։ Վոլֆովիչը այդ առաջադրանքները չի մանրամասնել, բայց ասել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում պայմանական հակառակորդի կրակային խոցմանը Ուկրաինայում եւ Իրանում ռազմական հակամարտությունների փորձի հաշվարկով։ Օգոստոսի 27-ին հայտնի է դարձել, որ Բելարուսում անցկացվում է պահեստազորի սպաների եւ սերժանտական կազմի մասնակի զորահավաք։ Ըստ տեղեկությունների խոսքը հրթիռահրետանային բրիգադի հաստիքացուցակով նախատեսված անձնակազմը լրացնելու մասին է։ Դա նշանակում է, որ առնվազն այդ զորամասը համալրվում է, որպեսզի մի շարք առաջադրանքներ կատարի։ Ավելին Բելարուսի զինված ուժերի հատուկ ռազմագործողությունների ուժերի հրամանատար Ալեքսանդր Իլյուկևիչը հայտարարել է, որ սկսվել է նոր դեսանտագրոհային բրիգադի կազմավորումը, որ ենթադրաբար կտեղակայվի Ուկրաինային սահմանամերձ տեղանքում, հավանաբար Գոմելում։ Կարելի է ասել, որ Բելարուսի զինված ուժերը բերված են մարտական բարձր պատրաստության, անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը ասել է, որ մշտական տեղակայման վայրից դուրս բերված բրիգադը կկատարի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից դրված առաջադրանքները։ Ավելի վաղ Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինայի համար Բելարուսը գտնվում է ափի մեջ։ Երևում է Մոսկվան նրան համոզել է, որ Ռուսաստանի հետ նաև պատերազմում համագործակցությունը պատիվ է։ Ամենայն հավանականությամբ Բելարուսից Ուկրաինայի դեմ հյուսիսային ճակատը կբացվի Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո։ Օգոստոսի 27-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը ասել է, որ հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով զարգանում են։ Ես հիմա չէի ցանկանա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները մեկնաբանել։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են։ Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հերթական ճեպազրույցին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա միայն հույս է հայտնել, որ ամեն ինչ, որ տեղի է ունենում, կընթանա օրենքին խիստ համապատասխան եւ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կհարգվեն։ Այդ մակարդակի ճեպազրույցում կամ մամուլի ասուլիսում ոչ միայն պատահական հարցեր չեն հնչում, այլև ամբողջ երկխոսությունը կառուցվում է պաշտոնական քաղաքականության համատեքստում։ Պեսկովին հարցրել են ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի, ռուս-ուկրաինական պատերազմի եւ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ՌԴ նախագահի տեսակետի մասին։ Կարելի է եւ երևի պետք է հասկանալ, որ պաշտոնական Մոսկվան Հայաստանի ներքաղաքական գործընթացները դիտարկում է աշխարհաքաղաքական շատ ավելի լայն լանդշաֆտում, քան Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունն է ներկայացնում կամ գուցե նույնիսկ ընկալում։ Պեսկովը թերևս առաջին անգամ բաց խոսել է Կիևի վարչախմբի ներսից կազմաքանդվելու, դիմակայունությունը կորցնելու մասին։ Վարչապետ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից բացահայտել է, որ ընդդիմության նպատակը Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայումն է։ Հարկ է ընդգծել, որ օգոստոսի 25-ին Բելարուսի նախագահ Լուկաշենկոն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Մանտուրովին։ Հաջորդ օրը Բելարուսի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը հայտարարել է, որ զորքերի պատրաստականության ստուգման շրջանակներում բրիգադներից մեկը մշտական տեղակայման վայրից կհեռանա եւ կկատարի մի քանի առաջադրանքներ, ինչպես կորոշի զինված ուժերի ղեկավարությունը, գլխավոր շտաբը։ Օգոստոսի 25-ին միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ վկայակոչելով թռիչքների դիտարկման տվյալները հայտնել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը օդ բարձրանալով Ռիգայից վայրեջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այդ տեղեկությունը չի հաստատել, բայց եւ չի էլ հերքել,
Նա ընդամենն ասել է, որ այդ ինքնաթիռի մասին տեղեկություն չունի, ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ հանդիպում այս շաբաթ նախատեսված չէ։ Պեսկովը միաժամանակ ասել է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինը կունենա մի շարք հանդիպումներ, որոնք հրապարակայնացման ենթակա չեն։ Լեհաստանյան Nexta առցանց լրատվամիջոցի տեղեկությամբ Մոսկվա է ժամանել ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ռեդկլիֆը, բայց որևէ այլ մանրամասնություն հայտնի չէ։ Ավելի վաղ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի հավանականության մասին մամուլին տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը, հաստատելով, որ կողմերը մշտական կապի մեջ են։ Ուկրաինական Բից Իլի թելեգրամյան ալիքի գնահատմամբ Ռեդկլիֆի Մոսկվա այցից Ուկրաինան մտահոգվելու ոչ մի առիթ չպետք է ունենա, քանի որ նա Ուկրաինայի բարեկամն է, անգամ ավելի շատ, քան Ռուբիոն եւ Բեսենթը։ Եվ նրա Մոսկվա այցը ավելի դրական է, քան եթե Ուիտկոֆը եւ Քուշները գաղտնի մտնեին Կրեմլ։ Լրատվամիջոցը հիշեցրել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա վերջին այցը կայացել է շուրջ 5 տարի առաջ 2021 թվականի նոյեմբերին, երբ Ուիլյամ Բերնսը նախագահ Բայդենի հանձնարարությամբ հանդիպել է Պատրուշեևի, Նարիշկինի եւ ռուսաստանյան այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի փորձի Ուկրաինայի դեմ զինված հարձակման հարցում տարհամոզել Վլադիմիր Պուտինին։ Ինչ առաքելությամբ է Մոսկվա ժամանել ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, գաղտնիք է։ Կարելի է ենթադրել, որ օրվա հրապարակայնացման ոչ ենթակա հանդիպումներից մեկը ՌԴ նախագահ Պուտինը կանցկացնի նրա հետ։ Նախորդին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան հեռահար հրթիռների բացատրիչների գաղտնիքը մտադիր է փոխանցել Ուկրաինային։ Նույն օրը Բելարուսի նախագահ Լուկաշենկոն գրեթե բաց տեքստով ասել է, որ Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցությունը պարտադիր անհրաժեշտություն է։ ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Մոսկվա է ժամանել Ռիգայից, դա նշանակում է, որ նա հանդիպումներ է ունեցել Մերձբալթյան երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների եւ ամենայն հավանականությամբ քաղաքական առաջնորդների հետ։ Պատերազմին Բելարուսի մասնակցությունը նշանակում է, որ Լեհաստանը եւ Մերձբալթիկան վերածվում են ռազմաճակատային գոտու։ 5 տարի առաջ ԱՄՆ-ին չի հաջողվել Ուկրաինայի դեմ հարձակումը կանխել։ Ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ կհաջողվի ռուս-ուկրաինական պատերազմի համաեվրոպականացումը զսպել։